Մարտ ամիսը գարնանային քամու պես անկայուն ամիս է։ Մի պահ այն շոյում է ջերմությունը, հաջորդ պահին սառցե գնդիկներով ողողում ձեր այտերը։ Սակայն 9-րդ ամսից հետո երկնային պաշտոնը մեզանից ոմանց համար առանձնահատուկ անակնկալ է պատրաստել։ Ֆինանսական հոսքերը կփոխվեն, եւ 6 բախտավորների դրամապանակները կսկսեն լցվել անհավանական արագությամբ։ Մոլորակները դասավորվում են զարմանալիորեն, խոստանալով ոչ միայն կայունություն, այլև իսկական ոսկե անձրև։ Աչքերը բաց պահեք, սիրելիներս, քանի որ բախտը անկայուն տիրուհի է, որը միշտ անսպասելիորեն է հայտնվում։ Հանգստացեք, եւ ես ձեզ կասեմ, թե ով կհայտնվի այս օրհնյալ անձրելի տակ։ Խեցգետիններ։ Կուտակեք նրանց կարողությունը գիշերային աստղի պաշտպանության ներքո։ Սիրելի խեցգետիններ, ձեր բնածին զգուշությունը վերջապես կարդարացնի իր արդյունքը։ Մարտի 9-ից հետո ձեր ֆինանսների տան կառավարիչը կմտնի ներդաշնակ ասպեկտ Յուպիտերի հետ, հաստատ նշան, որ անցյալում ցանած սերմերը պտուղ կտան։ Դուք կզարմանաք, թե որտեղից է փողը սկսում գալ։ Գուցե դուք կվճարեք մոռացած հին պարտք կամ անսպասելի բոնուս կստանաք փետրվարին ավարտված նախագծի համար։ Շատ խեցգետիններ հնարավորություն կունենան կնքել շահավետ անշարժ գույքի գործարք։ Գուցե դուք կկարողանաք վարձակալել բնակարան կամ կնքել հողամասի գործարք։ Ձեր խնդիրը ոչ թե վախենալն է, այլ ուշադիր հետևել նշաններին։ Փողը սիրում է լռություն, բայց խեցգետինները դա արդեն գիտեն։ Գլխավորը պահը բաց չթողնելն է, եւ բախտը չվախեցնելը ավելորդ աղմուկով։ Ցուլ, ժամանակն է առատ բերքը քաղելու։ Օ, ցուլ, դուք կենթանակերպի ամենաաշխատասերներն եք, եւ մարտ ամսվա անձրևը կլինի արժանի պարգև ձեր համառության եւ համառության համար։ 9-րդ ամսից հետո Վեներան, ձեր երկնային հովանավորը, կմտնի ձեր եկամտի ոլորտ, առաջացնելով առատության իրական ալիք։ Եկամուտներ ակնկալեք անսպասելի աղբյուրներից, գուցե գտնեք մոռացված բանկային պահարան, ստանաք անսպասելի ժառանգություն կամ շատ առատաձեռն նվեր զուգընկերոջից։ Այս նշանի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են ստեղծագործական կամ արհեստագործական աշխատանքներով, հատկապես բախտավոր կլինեն։ Ձեր ստեղծագործությունները մեծ պահանջարկ կունենան։ Ձեզ կարող են հրավիրել լավ վարձատրվող ազատ աշխատանքի կամ պատվերների, որոնք կզարգանան որպես եկամտի կանոնավոր աղբյուր։ Մի մերժեք կանխավճարները, նույնիսկ եթե գումարը չափազանց մեծ է թվում։ Տիեզերքը գիտի, թե ինչ է անում։ Ձեր խոզուկը կպայթի մետաղադրամներով, եթե թույլ տաք ինքներդ ձեզ արժանապատվորեն ընդունել այս առատությունը։ Կարիճներ, ներդրումների եւ գաղտնի բոնուսների կախարդանքը։ Խորհրդավոր կարիճներ, մարտի 9-ից հետո դուք կդառնաք իսկական մագնիսներ ուրիշների փողերի համար։ Պլուտոնը, ձեր խիստ կառավարիչը, ակտիվացնում է 8-րդ տունը, խոշոր ֆինանսների, ներդրումների եւ գործընկերների ռեսուրսների տունը։ Պատրաստվեք անսպասելի եկամտի աղբյուր գտնելու, որտեղ մյուսները միայն դատարկություն են տեսնում։ Ձեզանից ոմանք կստանան շատ բարենպաստ առաջարկ ապահովագրության կամ հիպոթեքի վերաբերյալ, մինչդեռ մյուսները հովանավոր կգտնեն երկարատև նախագծի համար։ Հնարավոր են դատարանների միջոցով դրամական հոսքեր կամ հարկային վեճեր։ Ամեն ինչ կլուծվի ձեր օգտին։ Հիշեք, կարիճներ, ձեր ուժը կենտրոնացման մեջ է։ Հավաքեք ձեր կամքի ուժը եւ մի շեղվեք մանրուքներից։ Եթե վաղուց եք ցանկացել սկսել ձեր սեփական բիզնեսը, մարտը ձեզ կտա այն մեկնարկային կապիտալը, որի մասին երազել եք։ Վստահեք ձեր ինտուիցիային, այն այժմ ավելի սուր է, քան ածելինը։ Այծեղջուրներ, կարիերայի առաջխաղացում եւ տաղանդների դրամայնացում։ Սիրելի այծեղջուրներ, ձեր ժամանակը եկել է։ Մարտի 9-ից հետո Սատուրնը, ձեր խիստ ուսուցիչը, ձեզ անզուսպ ֆինանսական զվարճանք կպարգևի։ Այս ժամանակահատվածում ձեր ձեռքը թափած ամեն ինչ կբերի շահույթ։ Սա հատկապես ճիշտ է ձեր մասնագիտական զարգացման համար։ Դուք կարող եք պաշտոնի բարձրացում ստանալ եւ դրա հետ մեկտեղ աշխատավարձի զգալի բարձրացում։ Բայց ամենահետաքրքիր բանը կպատահի հոբիներ ունեցող այծեղջուրների հետ։ Հանկարծ ձեր կիրքը կսկսի իրական գումար բերել, այնքան որ դուք կմտածեք ձեր առօրյա աշխատանքը թողնելու մասին։ Ամսվա կեսը կբերի հանդիպում ազդեցիկ անձի հետ, որը կդառնա ձեր ոսկե բանալին։ Մի վարանեք արտահայտել ինքներդ ձեզ եւ ձեր նկրտումները, հիմա ոչ միայն տեղին է, այլև կենսականորեն կարևոր։ Ձեր հեղինակությունը որպես հուսալի անձնավորություն կգործի որպես մագնիս խոշոր պայմանագրերի համար։ Ձկներ, բարեկեցության ալիքները կլանեն ձեզ։ Սիրելի ձկներ, դուք միշտ հոսանքի հետ եք գնում, բայց մարտի 9-ից հետո այս հոսանքը ձեզ ուղիղ կտանի դեպի գանձարան։ Նեպտունը, ձեր խորհրդավոր հովանավորը,
կխառնվի ձեր անձնական ֆինանսների տան էներգիաների հետ, ստեղծելով հարստացման համար պարզապես ֆանտաստիկ մթնոլորտ։ Փողը բառացիորեն կհայտնվի օդից, վիճակախաղի շահումներ, հարկերի վերադարձ, անսպասելի բոնուսներ և պարգևներ։ Հնարավոր է ձեզանից մեկը փողոցում գտնի մաքուր գումար կամ ստանա թանկարժեք նվեր, որը կարող է շահավետ վաճառվել։ Աստղաբանական գրասենյակը հատկապես բարենպաստ կլինի արվեստով կամ խորհրդատվությամբ զբաղվող ձկների համար։ Ձեր ծառայությունները կտրուկ կբարձրանան, բայց զգոն եղեք, հոսանքն այնքան հզոր կլինի, որ կարող է ձեզ տարել։ Պահպանեք պարզ միտք, և այդ դեպքում դուք ոչ միայն կբռնեք ալիքը, այլև կհեծնեք այն և կնավարկեք դեպի բարգավաճման նոր ափեր։ Կշեռք. ներդաշնակություն բիզնեսում և ֆանտաստիկ հաղթանակ։ Հմայիչ կշեռքներ, մարտի 9-ից հետո տիեզերքը որոշել է, որ դուք արժանի եք ամենագեղեցիկ և ամենաշատ դրամական ծաղկեփնջին։ Ձեր կառավարիչ Վեներան կատարյալ միություն կկազմի Մարսի հետ, ուրիշների փողի և գործընկերության ոլորտում։ Սպասեք ֆինանսական ներհոսքերի միջնորդների, ամուսնական զուգընկերների կամ գործարար գործընկերների միջոցով։ Կողակիցը կարող է անսպասելի շահույթ բերել, կամ դուք կարող եք պայմանագիր կնքել, որը խոստանում է իսկապես թագավորական վարձատրություն։ Շատ կշեռքներ հնարավորություն կունենան շահել ֆինանսական հետ կապված դատական գործընթաց կամ ստանալ ապահովագրական ծածկույթ։ Մարտի երկրորդ տասնօրյակը կբերի պարզապես ֆանտաստիկ առաջարկներ ֆրանշիզների կամ համատեղ ձեռնարկությունների համար։ Ձեզ համար գլխավորը ժամանակ չվատնել մանրուքների վրա և չփորձել բոլորին հաճեցնել։ Գործեք նրբագեղ, բայց վճռական։ Հիշեք, որ ձեր կյանքում գալիս է մի ժամանակաշրջան, երբ հավասարակշռություն բառը կնշանակի ոչ միայն ներդաշնակություն, այլև տպավորիչ գումար ձեր բանկային հաշվին։